Գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանն է։ Ինչ է մտածում, ինչ իմանաս։ Վաստակաշատ մարդ է։ Կյանքի երկար ճանապարհ է անցել։ 75 տարի։ Ծնվել է 1941 թվականի ապրիլի 21-ին Թբիլիսիում։ Թբիլիսին թատրոն էր, ամեն բակ բեմ էր։ Ատլետիկ կազմվածքով տղամարդը գալիս, տկլոր, խանչալը կողից կախ, կանգնում էր բակի կենտրոնում և սպասում ծափերի։ Օթելո էր խաղում։ Մեր բակը ընդհանրապես շատ լավ բակ էր, մենք երկրորդ հարգում էինք ապրում, և գիտեք իտալական բակերի նման էր ֆրանսիական, բալկոնից ամբողջ բակը երևում էր, կախվում էինք բալկոններից, նայում էինք Բաբայանը եկել է, գալիս էր կիսամերկ, Դեզդեմոնա չկար, Յագո չկար, ինքն էր, մեկ դերասանի թատրոնն էր, և բալկոններից գումարներ էին գցում, 1 տարի, 2 տարի, 3, 4 տարի, 6-րդ, 7-րդ տարի, արդեն գիտենք մենք բոլորս, որ արձակուրդը Բաբայանին ենք սպասում, չկա, հետո լուրեր հայտնվեց, որ իրեն կասկածում են, որ ինքը անգլիական շպիոն է և իրան ձերբակալել է։ Գնաց Օթելոն տկլոր, թատրոնը մնաց։ Թատրոնը Ռոբերտի մեջ էր, ինքն էլ թատրոնի։ Հայրը Վաղարշակ Էլիբեկյանը թատրոնի մարդ էր։ Աշխատել էր Թբիլիսիի պատանի հանդիսատեսի և դրամատիկական հայկական թատրոններում։ Հետո Շահումյանի անվան հայկական պետական թատրոնի տնօրենն էր, միաժամանակ բեմադրող նկարիչ։ Թբիլիսի հյուրախաղերի էին գալիս Հրաչյան, Փափազը, Գուրգեն Ջանիբեկյանը և շատ ուրիշներ։ 1950-ականների վերջերին Ռոբերտը փորձում է ընդունվել Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիա, բայց անհրաժեշտ միավորներ չի հավաքում։ Հայրը Ռոբերտին տանում է հայտնի արվեստաբան ակադեմիկոս Շալվա Ամիրյանաշվիլու մոտ, որը Վրաստանի արվեստների թանգարանի տնօրենն էր։ Հայրիկը շատ մոտ էր այդ տնօրենի հետ, գործերը, էտյուդները հավաքեցին, կապեցին, գնացինք իրար մոտ, ինքը նայեց, վերջերշում մեծ արվեստաբան և գիտակ նայեց, ասեց Բատոնո Վաղարշակ, ձեր երեխան շատ շնորհքով նկարիչ է, տարեք իրեն Հայաստան, թող հայրենիքում սովորի, հետո ինձ կհիշեք։ Այդպես էլ վարվում են։ Ռոբերտը գալիս է Երևան։ Նկուղային հարկում արվեստանոցի տարածք է վարձում և սկսում է պատրաստվել։ 1960-ին ընդունվում է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Գիտեք 60-ականների Երևանը, նոնկոնֆորմիստները, դա մեծ համասարան էր ինձ համար։ Ասում են հոսող բանը երբեք վերև չի հոսում։ Արվեստագետը չի հոսում, նա բարձրանում է։
ես եմ դարձել։ Այո, տեսնեք ուղունքները, հիմա այս սա կլինի հիմքը ձեզ համար, բայց գերի դա անպայման չէ, որ պարտադիր նույն ձևի անեք, դու կարող եք իմպրովիզացիա անեք, ինքներդ որոշ բաներ բանալեք, նայեք այս սահմաններն են, ինտերվալներով սրանք էլ կպսրեք այս երինի վերա, կհարստանա, բայց տենց արեք, որ մի քիչ այս սանցը աշխատի։ Ես ընդհանրապես ամբողջ կյանքը ուզեցել եմ, որ ինձ հետաքրքիր լինի ապրել արվեստում եւ կյանքում։ Ռոբերտ Էլիբեկյանը տարբեր թատրոններում բազմաթիվ ներկայացումների նկարչական ձևավորումներ է իրականացրել։ Ասում են, իբրև իվերուս տրված ծննդյան տարին, ամիսը, օրը և նույնիսկ ժամը մարդու մասին կարևոր տեղեկույթ են պարունակում։ Երևի այդպես է։ Սակայն պակաս կարևոր չէ, թե որտեղից ես գալիս և քոնոնք ովքեր են։ Ժամանակներն էր, որ ձնհալ էր, Ստալինի կուլտի մասին ամբողջ աշխարհը խոսում էր, հանձնարարեցին, որ զեկուցում ունենա հայրիկս պլենումում։ Հայրիկս հետ ինչքան բաներ մնացել մեջը, ճշմարիտ խոսք, ամեն ինչ ասեց։ Երրորդ օրը հայրիկիս ազատեցին։ Հրաշալի էր, չկա չարիք առանց բարիքի, ինքը սկսեց նկարել։ Ես միշտ ասել եմ, հայրիկս ամենամեծ նկարիչն է մեր գերդաստանի, անկեղծ եմ ասում, իրապեսը չկա։ 1979 թվականին Վաղարշակ Էլիբեկյանը տեղափոխվում է Երևան։ Վաղարշակ Էլիբեկյանն իր հիշողության Թիֆլիսն էր նկարում, իր կարոտի քաղաքը։ Կարոտը գիտեք ինչ է, կարոտը ուղեկցում է, դա դառնում է զգացմունք, ոչ թե հիշողություն, կենթանի զգացմունք շփում, խոսում ես չէ իրենց հետ, ծանր ժամանակ, ուրախ ժամանակ իրենց հիշում ես, դա ինչ է նշանակում, իրենք մեր կողքն են։ Եղբայրս Հենրի Էլիբեկյանը ինքը լրիվ ուրիշ, ավելի էքսպրեսիվ, ամբողջ ինքն էլ տարբեր ոլորտներում աշխատում, եւ թատրոնում, եւ գեղանկարչությամբ, ամեն տեղ բուրը, շատ վառ կերպար է, որպես անձնավորություն ինտելեկտուալ մեծ նկարիչ է։
ես տունը գալիս եմ, նորից մտածում եմ։ Դա որպես բան է, երկրորդ եսն է, ինձ հետապնդում է, չեմ կարող հասկանում։ Հիմա եմ ես նկարում եմ, եթե ձեզ թվում է հիմա ես չեմ մտածում նկարության մասին, սխալվում եք։ Հրաշալի ընտանիք ունեմ, հրաշալի զավակներ, փառք Տիրոջ, թոռներ ունեմ եւ ամենակարևորը Մարին ինձ համար պահապան հրեշտակն է։ Ես միշտ ասել եմ կկրկնեմ նորից, եթե թվում է, որ ես միշտ գալիս եմ արվեստանոց եւ աշխատում եմ, դա սխալ է։ Ես գալիս եմ, դա իմ տարածքն է։ Դա միայն արվեստանոց չի։ Դա տարածք է, որտեղ իմ նկարներն են, ես գալիս եմ այնտեղ կամ աշխատում եմ կամ չեմ աշխատում, այդ որ մոտենում եմ, մտնում եմ դուռը, բացում եմ եւ այդ նկարների ներկերի հոտը, վրձինները, այդ ամեն ինչը շատ հետաքրքիր, իմ աշխարհն է։ Իմ աշխարհն է, դա վերեմա մի ուժ կա, որը ինձ բերում է այդտեղ։ Ընդհանրապես մեր մասնագիտությունը արվեստագետների, նկարիչների մանավանդ ամենաերջանիկ մասնագիտությունն է։ Գիտեք ինչի, դու ես քո ներկերը քո արվեստանոցը։ Ես եղել եմ եւ Միացյալ Նահանգներում, եւ Իտալիայում, եւ Գերմանիայում, եւ Փարիզում երկար տարիներ Արեգի հետ, իմ տղայիս հետ, ինքն էլ հրաշալի նկարիչ։ Ես ինքս գիտեմ այն երկրներում, որտեղ ես ժամանակավոր ապրել եմ, ինձ շատ բան ա տվել, թանգարանները, շփումները, մարդկային, քաղաքը, ամեն ինչ տվել ա, բայց այնտեղ իմ ստեղծած գործերը չեն հավասարվի այն ինչ արել եմ ես Հայաստանում։ Հայաստանը ինձ ուժ ա տվել, Երևանը ինձ ուժ ա տվել, մթնոլորտը դա գաղտնիք է ինձ համար եւ փառք Տիրոջ, որ ես շատ եմ ապրել եւ աշխատում եմ Երևանում։ Նկարիչը մի այսպիսի մտորում ունի. յուրաքանչյուր արվեստագետ անձնական ներկապանակի գույներով է արտացոլում իր ապրած ժամանակը։ Այն իրականությունը, որն ի դեպ ստեղծագործելու թեմա առաջադրողն է։ Չնայած ինքս ինձ հակասելով պետք է խոստովանեմ, որ ես փախչում եմ իրականությունից։ Ձգտում եմ անիրական մի իրականություն կերտել։ Մեկ այլ իրականություն ստեղծելը, նոր մի իրականությունում հայտնվելը միշտ էլ արվեստագետի երազանքն է եղել։ Իմ արվեստագետից երազանքն է քանդել պատնեշները, բարդույթից ազատել մարդուն։ Ամենամեծ արժեքն ազատությունն է, հոգևոր ազատությունը։ Մարդու ամենամեծ ձգտումը մնում է չիրականացված ցայսօր, քանի որ կատարյալ ազատությունն այնտեղ է, երազանքի աշխարհում։
Ինձ փոփում է այն միտքը, որ կյանքիս բոլոր փուլերում գրեթե միշտ հավատարիմ եմ մնացել այն ակունքներին, որտեղից սկզբնավորվել է ստեղծագործական իմ կենսագրությունը։ Նաև այն է ուրախացնում, որ մինչև հիմա դեռ որոնումների մեջ եմ։ Ուզում եմ հասկանալ, թե ով եմ ես։ Իմ աշխատանքների ստեղծման խորհուրդն եմ ուզում ընկալել։ Այս հարցերի մշտ առկայությունը գաղտնագրերի պես բան է։ Եթե գտնեմ կամ վերցանեմ դրանք, ապա լինի վերջը։ Ես չեմ ուզում դադար առնել։ Եթե Տերն ինձ համար երկար կյանք է կանխորոշել, ապա իմ հարցերը գնալով կավելանան, իմ ստեղծած աշխարհն ավելի կմեծանա։ Այնքան շատ մտահղացումներ կան, այնքան անհայտ շերտեր, որոնք կուզեի բացահայտել։ Որքան անելիքներ կան այս աշխարհում։ Ինձ համար հոգնել բառը գոյությունից դուրս է։ Ես չեմ հոգնում, երբեք։ Ստեղծագործողը ոնց կարող է, եթե ինքը կայացած ասելիք ունի ժողովրդին, իր ազգին, ինքը հոգնի, հոգնած մարդը ում է պետք։ Եկեք որ համերգը նկարում են, դեղ նայի, դերասանություն արեք, քույրս սա։ Հայերը մշակութային ազգ է։ Ես միշտ ասել եմ, եթե մենք ունենք մի բան, դա մեր մշակույթն է։ Սկսած ժայռապատկերներից մինչև մեր պատմիչները, մեր մանրանկարությունը եւ այդպես, որ մեկը ասեմ, խաչքարները եւ ընդհանրապես երկիրը հրաշալի է, մեր Հայաստան երկիրը, խնդառնալ այդպես երկիր կա։